Վարչապետի գլխավորությամբ անցկացված սահմանադրական խորհրդի նիստում անկախության հռչակագրի հարցը չի քննարկվել, պնդում են այդ խորհրդում քաղաքասարակությունը ներկայացնող Արթուր Սաքունցն ու Դանիել Յոհաննիսյանը: Նրանց փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ պաշտոնյաների մասնակցությամբ երեկվա նիստի օրակարգը բոլորովին այլ է եղել: Կոնկրետ քննարկվում էին դատական համակարգի հետ կապված հարցեր, ԲԴԽ, հանրապետության նախագահի և դատական համակարգի հարաբերությունները կարգավորող հնարավոր կարգավորումներ: Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը տևական դադարից հետո սկսել է ակտիվ նիստեր գումարել: Երեկվան էլ վարչապետն էր նախագահում: Կառավարության փոխանցմամբ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ներկայացրել է, թե ինչ փուլում են նոր սահմանադրության մշակման աշխատանքները: Մասնավորապես մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառույցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտների կայունության և գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ: Իշխանության ճյուղերի փոխզսպմանը հասնելու ինչ փոփոխություններ են սպասվում նոր սահմանադրության ընդունման դեպքում: Ըստ խորհրդի անդամների առայժմ հստակ որոշումներ չկան: Առհասարակ հայտնի չէ, թե նոր սահմանադրությունը գլոբալ ինչ փոփոխություններ է կրելու: Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները 2018-ից հետո խոստանում էին ոչ թե նոր սահմանադրություն, այլ սահմանադրական փոփոխություններ, որպեսզի ազատվեն, ինչպես իրենք էին ասում, սուպերվարչապետական համակարգից: Այժմ սակայն խոսք չկա նաև վարչապետի լիազորությունները սահմանափակելու մասին: Նոր սահմանադրություն ունենալու միակ բացատրությունն այն է, որ գործողը լեգիտիմության խնդիր ունի: Բայց անգամ այս դեպքում դեռ հստակ չէ, թե երկրի մայրօրենքում ինչն է փոխվելու: Երեք օրինակ քննարկել են՝ արդյոք պետք է ընդլայնվեն հանրապետության նախագահի գործառույթները, որպեսզի նա կարողանա ապահովել դատական համակարգի անկախությունը: Վերջնական որոշում չկայացվեց, բայց հավանաբար այդ առումով փոփոխություն կարող է չլինի: Խորհրդի անդամների զգալի մասը մի քիչ սկեպտիկ էին այդ գաղափարի հետ կապված: Որ ինչ կարող է լինել: Տարբեր պատճառներով, շատ մանրամասն մասնագիտական քննարկում գնաց: Արդարադատության նախարարն արդեն հայտարարել է՝ նոր սահմանադրության տեքստը մինչև մարտ ամիս պատրաստ է լինելու: Իսկ ինչու խորհուրդը չի քննարկում անկախության հռչակագիրը նախաբանից հանել-չհանելու հարցը: Ոչ քաղաքասարակության ներկայացուցիչները, ոչ խորհրդի մյուս անդամները հստակ պատասխան չեն տվել: Սահմանադրական փոփոխությունների խորհրդի երեկվա նիստին հրավիրված էր անդամներից Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը, բայց նախընտրել է չմասնակցել: Օգոստոսից խորհրդի նիստերը բոյկոտող Էդմոն Մարուքյանի կարծիքով անկախության հռչակագրի հարցի քննարկումը միտումնավոր են ձգձգում: Ես սպասում եմ, որ իրենց այսպես ասած առաջի պլանի հարց, որ չեն ուզում բերեն առաջի պլան, անկախության հռչակագրի հարցը գա օրակարգ: Այն հարցերը, որ իրենք քննարկում են, դրանք ձևական բնույթ են կրում և զուտ դեկորատիվ նշանակություն ունեն: Ինչու, որովհետև օրինակ ասում են կայուն մեծամասնությունը կհանենք, իսկ դա ապագա խորհրդարանական ընտրությունների մասին չի: Այսինքն 2031 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին բան ա, որը ոչ ոք չգիտի: Ով ա լինելու իշխանություն, այդ սահմանադրական հանրաքվեն ով ա անելու, ով գիտի հունիսին ով ա ընտրվելու, այդ ինչ հեքիաթ են պատմում մեզ: Ես պնդում եմ, որ այս պահին Ալիևի ասած տնային աշխատանքը ես չեմ կատարել: Սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրի հղումը իր նկատմամբ տարածքային պահանջ է համարում Ադրբեջանը և այն հեռացնելը դարձրել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման: Վարչապետը մոտ 2 շաբաթ առաջ Գերմանիա այցի ընթացքում դարձյալ հայտարարել էր՝ Բաքվի այդ պահանջն անհիմն է: Բայց այսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասել՝ գիտեք ինչ, եկեք սահմանադրությունը փոխենք: Ինչու՞: Որովհետև Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը որոշում ա կայացրել, որ Ալմատիի հռչակագիրը, որը հիշատակված է ի դեպ Խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում ա մեր սահմանադրությանը: Հետևաբար ինչի փոխենք մեր սահմանադրությունը: Կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք սահմանադրությունը: Իսկ քմահաճույքը, բա որ դրանից հետո երկրորդ քմահաճույքը ի հայտ եկա:
Էդմոն Մարուկյանը մինչդեռ կարծում է, նոր սահմանադրության ընդունման միակ պատճառը Ադրբեջանի պահանջը բավարարելն է։ Երևի ամաչում է, որ ասի, որ Ալիևի ասելով ենք անում, ասում է, որ այդ հարցի պատասխանը ՍԴ որոշումը տվել է, բայց շարունակում է Ալիևի ասած տնային աշխատանքը կատարել։ Շատ պարզ է, չէ՞։ Կամ ինչքան է եղել, որ ինքը ասել է մենք այս բանը չենք անելու, հետո վերցրել արել է։ Ինչի եք զարմանում դրա վրա, ես չեմ հասկանում։ Նոր սահմանադրության հանրաքվեն իշխանությունները ծրագրում են անցկացնել խորհրդարանական ընտրություններից հետո։